Նախագծի շրջանակներում այցելեցինք Լոռի Փամբակ երկրագիտական թանգարան, որտեղ աշխատակիցներն մեզ տրամադրեցին նյութեր Վասիլ Թայրովի մասին։ Մենք եկել էինք Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ Վասիլ Թայրովի մասին տեղեկություններ գտնելու, սակայն ոչ մի տեղեկություն չէր պահպանվել։ Նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցինք Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Աստված օրհնի մեզ։ Կներկայացնենք մեզ Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Իհարկե մեծ սիրով մեր Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես արձանագրության մեջ է նշված, վերակառուցվել է 1831 թվականին։ Մինչ այդ այստեղ Վանաձոր քաղաքում եկեղեցուց այս եկեղեցու փոքր այնքան Խաչկարերի մոտ է եկեղեցին, որը ինչպես արձանագրության մեջ է նշված 1826 թվականի երկրաշարժի հետևանքով մեծ ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվել է եկեղեցի եւ այս եկեղեցին ինչպես նշեցի կառուցվել է բնակչության եւ հատկապես Փիրուման Հայրապետի ջանքերով հայրը ով եկել է այստեղ տեսել է այն վիճակը ինչ որ կար երկրաշարժից հետո եւ իր ջանքերով իր նվիրատվությամբ եւ նաեւ բնակչության մասնակցությամբ կառուցվել է այս եկեղեցին արդեն որի անունով նաեւ տեսնում եք քարերը սև են քարերը նաեւ Վանաձոր քաղաքը երկար ժամանակ կոչվել է Ղարաքիլիսա սև եկեղեցի է նշանակում եւ երկար ժամանակ Վանաձորի անունը գրել է այս եկեղեցու Սուրբ Աստվածածի եկեղեցին է այստեղ գործել են դպրոց, երկար ժամանակ երկսյա դպրոց է գործել, քահանա